Շատ բուժառուներ խորհրդատվության ժամանակ բժշկից լսում են այսպիսի մի արտահայտություն. ձեր ցանցաթաղանթը բարակ է եւ անհրաժեշտ է լազերային ամրացում։ Եկեք այսօր պարզենք, թե ինչ է դա իրենից ներկայացնում եւ ինչպես է իրականացվում։ Աչքի հետազոտությունների ընթացքում մենք իրականացնում ենք ակնահատակի մանրակրկիտ հետազոտում։ Ակնահատակի հետազոտման ընթացքում մենք գնահատում ենք ոչ միայն ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի վիճակը, այլ նաև ուսումնասիրում ենք նրա ծայրամասային հատվածները։ Նայում ենք, կան արդյոք ցանցաթաղանթի պերիֆերիայում դեգեներացիաներ կամ պատրվացքներ։ Եթե հայտնաբերում ենք, ապա գնահատում ենք դրանց վիճակը եւ որոշում, անհրաժեշտ է արդյոք իրականացնել որևիցե միջամտություն, քանի որ կան փոփոխություններ, որոնք պահանջում են միայն հսկողություն, ինչպես նաև կան խնդիրներ, որոնք պահանջում են շտապ միջամտություն, ցանցաթաղանթի ամրացում կամ կոագուլյացիա։ Այս ամենը իրականացվում է, որպեսզի կանխվի ցանցաթաղանթի շերտազատումը, կամ եթե պլանավորվում է տեսողության լազերային կորեկցիա, ապա այն ընթանա ավելի անվտանգ եւ արդյունքում ստացված բարձր տեսողությունը գոհացնի բուժառուին ամբողջ կյանքի ընթացքում։ Եթե ձեր մոտ ախտորոշվել է կարճատեսություն, շաքարային դիաբետ կամ ակնահատակի այլ հիվանդություններ, ապա հետագա բարդություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է անցնել աչքերի ամբողջական հետազոտություններ ակնաբուժի մոտ։ Գրանցվեք խորհրդատվության եւ հետազոտման, եւ մենք միասին կքննարկենք բոլոր առաջացած հարցերը։